Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերը դու ճանաչի, արա այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում, արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղը դու լսի ինչ եմ ասում։ Ուրեմն լսի։ Ժողովուրդը ինչ է ասում ժողովուրդը երկրորդ նախագահ հանգստացի միակ։ Մեր տեղ դուրս արի ստեղից էլ։ Էսի ձևը, էսի լկտիությունը։ Հանգստացեք միակ։ Լրություն հարգելի գործընկերներ, լրություն դա ալիչուն։ Ուրեմն ասում եք թե մարդիկ ինչ են ասում, ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին, մարդիկ ասում են հայրը թուրք է, բայց մենք երբեք տես բան ստեղից չենք ասում տես բան ստեղից, բայց ասում են որ հայրը թուրք է, անունն են ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել, ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տես բան չենք ասում ստեղից, պահպանում ենք կոռեկտության սահմանները, հա, տեղդ նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան էի ասում, հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու, հանգիստ, քո խոսքի ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ, լսի դու ստեղից խոսացողին չես կարա ընդհատես, տեղդ նստի, հանգիստ պարոն Եղոյան, հանգիստ, ուրեմն հանգիստ, սիրելի հանգստացեք մի հատ հանգստացեք, Նարեկ ջան հանգիստ, պարոն Եղոյան ձեր տեղը նստեք, Գառնիկ Դանելյան ձեր տեղը նստեք, Լևոն Քոչարյան դուրս եկեք դահլիճից, խնդրում եմ հարգելի գործընկերներ, պարոն Թորոսյան, պարոն Բաքոյան, ձեր տեղը գրավեք խնդրեմ, շնորհակալություն, հանգիստ, պարոն Եղոյան, ձեր տեղը խնդրում եմ գրավեք, շնորհակալություն, բայց մենք չենք ասում, ես շարունակեմ ելույթս, չենք ասում ժողովուրդը ինչ է ասում, թալանչիներ ասում, անհայրենիք դավաճաններ ասում այդ հոկտեմբերի 27-ից հետո, որ լրագրողների հետ պետք է խոսային, որ պետք է հելներ պարզաբանում տար երկրի ղեկավարը հոկտեմբերի 27-ը տեղի ունեցել երկրում, ասում թռաշված չի, ինչ-որ դեմքի հիստերիկ շարժումներով ու ներվային հիստերիկ պահվածքով, հետ եք տեսել, Մարտի մեկին ասում է, մարդիկ դուրս էին գալիս, կրակում էին, հետո թաքնվում էին մյուս մարդկանց հետևը։ Եվ դրանով ուզում ապացուցի, չերյո մուխայով, պարոն Եղոյան, խնդրում եմ էլի, մի ընդհատեք էլի, Տիկին Հակոբյան, խնդրում եմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ էլի, պարոն Օհանյան, հանգիստ,